Գրիգորյան Լիլիթ, Մարտիկի, մենք տեղափոխվել ենք 2020 թվին, եկել ենք Հադրութից, ես Հադրութի Տող գյուղից եմ, մենք 2020 թվականին եկել ենք Հայաստան ու հետ չենք գնացել, մնացել ենք Հայաստանում։ Պատերազմի պատճառով։ Այո, պատերազմի ժամանակ ես ինքս բուժքույր էի ու իմ ամուսինը զոհվել է, միջև զոհվելը ես մնացել եմ բուժքույր եմ աշխատել, ամուսինս որ զոհվել է, ես հենց այդ օրն էլ եկել եմ Հայաստան։ Զինծառայող էր։ Այո, 10 տարվա սպա էր։ Որտեղ էր ծառայում։ Մենք մնում էինք Ջաբրայելում, Մեխակավանում, 10 տարվա սպա էր ինքը ու ինքը ծառայում էր Մեխակավանի Մեխակավան։ Եվ որպես զոհվածի ընտանիք պետությունից սերտիֆիկատ եք ստացել։ Այո, որպես զոհվածի ընտանիք, ճիշտ ասած իմ ամուսինս ճիշտ ասած որ իմ ամուսինն ստեղ հողակավորեցին Եռաբլուրում ու տենց մենք հետ չգնացինք, այդ է պատճառը, որ մենք հետ չգնացինք ու որպես որ մնացել ենք ստեղ, որպես զոհվածի ընտանիք, մեծ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, այսինքն բնակկոմիտեի նախագահ Արմեն, եթե չեմ սխալվում, լավ, անունները էական չի, սերտիֆիկատ են տրամադրել, որպեսզի մենք այդ սերտիֆիկատով Հայաստանի Հանրապետությունում տուն առնենք։ Ու մենք լրիվ գործարքը բանկը եկել է գնահատել տունը, լրիվ գործարքը բանկի հետ ենք կատարել, այդ գումարը իրանք բանկը փոխանցել է տան տիրոջը, հետո ամեն ամիս պետությունը պետք է բանկին վճարումը կատարեր։ Ուրբաթ օրը մեզ զանգեցին։ Մինչև բանկից զանգելը կխնդրեմ ասեք տունը երբ ձեռք բերեցիք։ Տունը ձեռք բերեցինք, ճիշտ ասած մի քիչ տենց շատ բան արեցինք։ Տարեթվերն ասեք մենակ։ 23 թվականի դեկտեմբերի 31-ին, 23 թվականին դեկտեմբերի 31-ին մտանք, արդեն տունը մերն էր, մտանք ու սկսեցինք ապրել։ Հիմա բանկից ինչ են ուզում։ Բանկից զանգահարեցին, ասեցին, որ մինչև հիմա, այսինքն վերջի վճարումը եղել է 2023 թվականին նոյեմբեր ամիսը վերջի վճարումը։ Դրանից հետո բանկը պետությունը բանկին չի վճարել։ Բանկից զանգեցին, որ այդ պարտականությունը մեր վրա է, մեր զոհված ընտանիքների, մենք պետք է այդ վճարումը կատարենք ամեն ամիս ու ճիշտ ասած տենց կոնկրետ չի ասել ինչքան գումարի մասին է խոսքը, որ այս 2 տարի չի վճարվել գումարը, տենց ասեցին այնքան որ զգուշացնում ենք մեզ ձեր, որ մինչև մայիսի 5-ից հետո դուք պետք է այդ լրիվ ձեր ուժերով վճարումները կատարեք, որ Արցախի Հանրապետության նախագահ Ինչն է դա։ Սա Արմեն Մանգասարյանի տրամադրված Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի տրամադրած վկայականն է։ Ու ստեղ ասում են, որ թղթերը մեջ նշված է, որ 20 տարի պետությունը պետք է վճարում կատարի բանկին։ Այս գումարը, հա, 18 միլիոն 900 18 միլիոն 900 դրամ։ Այո։ Այդ բանի սերտիֆիկատի շրջանակներում ձեզ գումար են տվել։ Տրամադրել, այո, պետությունը տրամադրել է ու այս գումարը պետք է պետությունը բանկին Եվ այդ գումարը եւ տոկոսները։ Այո։ Մենք ոչ մի բան չենք լուծել։ Լրիվ պետությունը։ Մի րոպե տեղողակի նայեմ գործարքը երբ է եղել։ Այո։ Հա, 22 թվականին, հա, 22 թվականին վարկը հաստատվել է։ Այո։ Այսինքն դուք
23 թվականի նոյեմբերին իմացել եք Չէ, մեզ ուրբաթ օրը որ զանգեցին, այդ ժամանակ ասեցին, որ 23 թվականի վերջի վճարումը եղել է 23 թվականի նոյեմբերին, վերջի վճարումը։ Բանկից տենց ասեցին, ու ասեցին, որ մինչև մայիսի 5-ը ժամանակ, որ այդ ամեն ինչը, որ լրիվին զգուշացրել են, որ հիմիկմանից հետո մենք պետք է այդ գումարները վճարենք բանկին, ոչ թե պետությունը, այլ մեզ։ Մեր հոգսերն է արդեն, որ ասում այդ հոգսերը մեր վրա է։ Բա դուք օրինակ հետաքրքրվեցիք ինչի է այս փոփոխությունը, բանկից ինչ ասացին։ Ճիշտն ասած, Ամիո բանկն է։ Այո, ճիշտն ասած, բանկի աշխատողը ուրիշ բան, ես հարցեր տվեցի, այո, իհարկե, հոսուս չենք, մնա, նստենք, տենանք ինչա կատարվում, բայց բանկի աշխատողը ասեց, որ մենք չենք կարա այնքան որ էդի մեր գործ ոնց ասեմ իրենցից հասնում է մենակ զանգել զգուշացնելը դե մինչև հիմա հելի սենց անորոշ վիճակ է ինչի համար ինչի բանկը 2 տարի չի զգուշացրել որ մենք այդ վարկը չի կատարվել այո լավ եթե շուտ էլ ասեին դուք ի վիճակի էիք վճարել ոչ Եթե սենց ասեմ, եթե ես իմանայի, որ այդ սերտիֆիկատը տրամադրելու են ու մի տարի հետո կամ 2 տարի հետո ասեն այդ պարտականությունը արդեն ձեզ անկնում, դուք պետք է անեք այդ գումարումը, վճարումը, ես որ ասեմ միանշանակ չեմ վերցնի, որտեղ ինձ այդքան հնարավորություն չունեմ, որ ես այդքան գումարները փակեմ Ես ընդհանրապես ստանում եմ որպես զոհվածի ընտանիքին մենակ նպաստ եմ ստանում, որը ինձի տրամադրում է զինապահ հիմնադրամը, ես մենակ այդ գումարն եմ ստանում։ 200,000 դրամ է, չէ՞ ամիսը։ Այո, 250,000 ու էդի նենց գումար չի ես, որ դրանով կարամ համ ապրեմ, համ իմ երեխեքին պահեմ, համ էլ վարկ մուծեմ։ Էդի այդ տենց գումար չի էլի, տենց շատ մեծ գումար չի, որ ես կարողանամ այդ ամեն ինչի այդ գումարի մեջ տեղավորել։ Բա հիմա ինչ եք անելու այս խնդրի հետ կապված։ Ճիշտն ասած, դեռ սպասում ենք, տենանք մեր Արցախի սենց կոպիտ ասած, ճիշտ է հիմա Արցախ չկա, բայց էլի մեր հույսները չեն կտրում, ինձ թվում է թե այս հարցին ինչ որ մի լուծում կտան, թեկուզ ոչ թե մեր Արցախի է, հիմա Արցախ չկա, այլ ինձ թվում է թե Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ չգիտեմ, ինձ թվում է թե սենց չեն թողնել մեր զոհվածի ընտանիքները, որ մնանք դուրսը, կոպիտ ասած նենց է ստացվում, որ մենք մեր երեխեքով պետքա դուրսը մնանք, եթե այս հարցի լուծում չլինի, կոպիտ ասած էդ է, մեզ տենց հնարավորություն չունենք, որ մենք այդ ամեն ինչը մեր ուժերից վեր է, էլի, չենք կարա այդ վճարումները մենք կատարենք։ Բանկից օրինակ հարցրեցիք ձեզ որ զանգել էր ինչի էս 2 համարյա, հա? Այո, բա ինչ ենք արել։ Իրանք ասեցին, իրանք չպատասխանեցին, իրանք ասեցին մենք այնքան որ զանգում ու զգուշացնում ենք։ Մենք էլ ավել բան չասեցին, էլի, մեր հարցերին չպատասխանեցին, որ ինչի է 2 տարի բանկը մի օր չզանգեց, ասեց բա գիտեք ձեր վարկը չի մուծվել։ Դուք վերջի մենք այդ օրը այդ աղջիկը որ զանգեց, այդ օրը ասեց որ վերջի վճարումը եղել է նոյեմբերին։ Մենք չենք իմանում։ Մենք իմանում ենք թե ամեն ամիս պետությունը այդ փողը, այդ գումարը վճարում է։ Լավ, Լիջան, մի փոքր ձեր ընտանիքի մասին կպատմեք, դուք եք, ձեր երեխաները։ Այո, ես եմ 2 տղաները, Հայկը եւ Դավիթը։ Անչափ հասնել են։ Այո, Հայկը սովորում է 5-րդ դասարանում, Դավիթս 2-րդ։ Ճիշտ այս պահին Դավիթը տունը չի, բայց Հայկս տունն է։ Դենց Ձեր ամուսինը 44 օրյա պատերազմին զոհվել է։ Այո։ Զոհվել է, ես ճիշտն ասած շատ խորը ցավով կասեմ ու այդ ինձ համար շատ խոր ցավ է, վիրավորանք է, որ մեր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Բայց Արայիկ Հարությունյանը վաղուց էլ նախագահը չի։ Այո, այդ ժամանակ ես անցյալով եմ խոսում, որովհետև իմ ամուսնուն
մեդալը ինքն է ուղարկել այդ ժամանակ։ Մենք այդ ժամանակ ճիշտ ասած մենք մնում ենք Թալինում, միջև այս տունը արդեն վերցնելը եկել ենք Երևան, բայց միջև այդ մնում ենք Թալին, քաղաք Թալինում ու Թալինի քաղաքապետը ճիշտ ասած տենց բերեցին մեդալը հանձնեցին, տվեցին, բայց ես շատ վիրավորված եմ, որ իմ ամուսինը միջև վերջ գրվել է, մինչև վերջի շունչը։ Ես իր հետ հավասար եմ, որ ասում եմ, մինչև վերջ մնացի, մինչև իմ ամուսնու զոհվելը ու որ ինքը այդքան լավ պայքարել, կռվել մինչև վերջի շունչի զինվորների կողքը, բայց ինքը սովորական հետմահու մեդալ է տվել իմ ամուսնուն։ Ճիշտ է, այսօրվա դրությամբ ես մեդալին չեմ նայում, բայց պահեր է եկել թղթերը դասավորելու բան տենց, որ այդ պետք է եկել ու շատ ցավալի է, որ իրոքից ինքը ամբողջ կյանքը նվիրել է բանակին ծառայել, հետմահու, Հա, հետմահու ինչ մեդալ։ արյունության մեդալ։ Պարգևատրվել է հետմահու մեդալով։ Ու ինքը այդքան լավ ծառայող, Մարտական ծառայություն է, բայց այո, որտեղ բանում մեխակավանում է զոհվել։ այո, Ջաբրայելում։ Ինչ իրավիճակ էր։ Շատ վատ իրավիճակ էր, վերջի օրներ, որ արդեն էլ հադրութը չի եղել, Ջաբրայելը չի եղել, Ամսի քանիցն էր դա։ հոկտեմբերի 10-ին ինքը որ զոհվել է, վերջի օրներ այդ պահին, որ արդեն ոչ հադրութ է եղել, ոչ էլ Ջաբրայել է եղել։ Իսկ դուք որտեղ էիք բուժքույր աշխատում։ Ես աշխատում էի Ջաբրայելի հոսպիտալում, Ռազմական։ ինքը զինվորական, այո, զինվորական է, բայց բուժքույրերը զինվորական չենք եղել, բայց տենց 2015 թվականին ընդունել եմ աշխատանքի, մինչև 20 թիվը պատերազմի մինչև ամուսինս զոհվելը աշխատել եմ։ Ու սենց էլ ասեմ, ճիշտ է մի քիչ կոպիտ է գալիս, բայց իրականությունը փաստ է դա, որ ահագին մարդիկ կային, չեմ ուզում կոնկրետ անուններով նշեմ, բայց որ իրանք ես դա 100%-ով գիտեմ, որ Արայիկ Հարությունյանը իրանց ոչ թե այսենց իս մեզ նման սովորական սենց վկայականատրեց երկին, այլ գումարա ինքը այդ գումարը արձերը տվել են։ Ու ես կոնկրետ չեմ ուզում նորից եմ ասում անուններ շեշտեմ, բայց ահագին մարդիկ են եղել, որ իրանք այդ գումարը արձեր են վերցրել ու այսօրվա դրությամբ մեր օրը չեմ մտել այսենց որ ասեն այդ պարտականությունը ձեր վրա է, դուք պետք է այդքան գումարները վճարեք։ Ու վատենա որ ոնց ասեմ, կոպիտ է գալիս, բայց ում ծանոթ ունի առաջակնում, ում ոչ, էդի փաստը շատ վատ է, բայց փաստը է դա։ Դուք հիմա այստեղ չեք աշխատում։ Ես ճիշտ ասած, որ մենք մնում ենք Թալինում, ես Թալինի բժշկական կենտրոնում բուժքույր էի աշխատում, իմ փոքրս մանկապարտեզ էր ժամանակ գնում ու տենց կարողանում էի, բայց հիմա որ արդեն դպրոցական է փոքրս չեմ կարողանում տենց աշխատանքի դուրս Հիմա գալ։ այս վարկը մուծելը ձեր համար դա լուրջ խնդիր է։ Այո, իհարկե։ Ես կարծում եմ ոչ թե մենակ ինձ համար, այլ ահագին ինձ նման զոհվածների ընտանիքների համար շատ լուրջ խնդիր է, ահագին գումարների հետ է կախված, որոնք մենք իրոք ինչ չենք կարող Այսինքն դեռ տեղեկություններ չկան, սա կալանքի տակ է, կալանքի տակ չի արդեն։ Ճիշտն ասած, բանկը այդ ժամանակ, որ մենք թղթերը դասավորում էինք, այո, իհարկե կալանքի տակ է 20 տարի։ Չէ, գրավի, Գրավի, այո։ հա, Գրավի տակ է այս տունը 20 տարի, մինչև որ պետությունը բանկին չի վճարի, 20 տարով տունը վարկի տակ, գրավի տակ է։